այդ process-ի մասին, այսինքն որ Հայաստանի կառավարիչներին համանախագահները նոր առաջարկ են տվել, նոր փաստաթուղթ են տվել, հանրությունից թաքցվում էր։ Հիշում եք, երկար ժամանակ, գրեթե մի տարի, մենք խոսում էինք այն մասին, որ կա նոր փաստաթուղթ, իսկ իրենք ասում էին չկա։ Չկա, բայց արտգործնախարարը գնում էր հանդիպումների, չկա, բայց մենք տեղեկություններ էինք ստանում, որ կա այդպիսի փաստաթուղթ։ Ես օրինակ Արցախի Հանրապետության ղեկավարությանը ասել եմ, որ կա այդպիսի փաստաթուղթ եւ խնդրում եմ գնացեք այդ կառավարիչի մոտ եւ ասեք թող ձեզ ցույց տան այդ փաստաթուղթը։ Իրանք էլ տեղեկություն այդ պայծրությամբ Ոչ, բացարձակապես ոչ, եւ իրանք զարմացան, ասեցին, ոնց կարող է փաստաթուղթ լինել ու մենք չեղյակ չլինենք։ Մեր մասին ու առանց մեզ փաստացի։ Այո։ Ես ասում եի, այնուհանդերձ գնացեք։ Այդ ընթացքում երկու անգամ տեղի ունեցավ անվտանգության խորհուրդների, ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի հանդիպումներ։ Համատեղ նիստ արեցին, չէ՞, պարոն Նարեկան։ Այո, երկու անգամ։ Եվ երկու անգամ էլ այդ նիստում հայտարարվեց, որ փաստաթուղթ չկա։ Ես Ղարաբաղի ղեկավարությանն ասում եմ, լսեք, կա փաստաթուղթ։ Ասում եմ, ոնց կարող է այդքան մարդու ներկայությամբ մեզ չասեն, խաբեն, որ չկա այդպիսի փաստաթուղթ։ Ես էլ ասեցի վերջին անգամ, ասեցի, լսեք, ես իմ ասածը ասեցի, ես իմ ինֆորմացիան ձեզ փոխանցեցի, մնացածը դուք գիտեք, Իրան եք հավատում, գնացեք Իրան հավատացեք։ Այդպես ընթացավ մինչև Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ արդեն մի տարի, 20 թվականի մայիսին, թե հունիսին, արդեն հստակ չեմ հիշում, հայտարարեց, որ կա այդպիսի փաստաթուղթ։ Եվ հիմա ասեմ, այդ փաստաթուղթը ես տեսել եմ, ոչ թե այն ժամանակ, ես տեսել եմ, ներևի արդեն տենց մի 8-9 ամիս սրանից առաջ։ Առաջարկի փաստաթուղթը 10